Ժողովուրդ, մի պարզ բան հասկացեք. ինչքան իշխանությունն ու քոչարյանական թևը իրար կոշտ հայհոյեն, ծեծեն եւ դատապարտեն, դա նշանակում է, որ իշխանության ամենաընդունելի, ամենահարմար ընդդիմությունը հենց ռոբիկական թևն է։ Սա պարզ ու հասարակ տեխնոլոգիա է։ Իրար հայհոյելով միմյանց արժևորում են, պայքարի իմիտացիա են ստեղծում, ուշադրությունը կենտրոնացնում են հենց իրենց վրա։ Պարզ հասարակ տեխնոլոգիա է, հասկացեք վերջապես։ Իրար հայհոյելով, թատրոն ցուցադրելով ուզում են բարեհաջող հասնել 2026 թվական եւ Հայաստանի առաջ կրկին դնել 2018-ի եւ 21-ի նեխած ընտրության տեխնոլոգիան։ Ներկա թե նախկին, սա Հայաստանի քաղցկեղն է, Հայաստանի գերեզմանափորը։ Հասկացեք եւ մի ոգևորվեք պարլամենտական կրկեսով։ Թքած ունեցեք, ինչպես իրենք են թքում միմյանց վրա։ Այդ ուժերը Հայաստանի դեմ գործող դրածո ուժեր են։ Արա Արայան։ Հապա հասնում ենք։ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին, ասում է Թրամփի հրեա խորհրդական Ուիտքոֆը։ Աբրահամյան համաձայնագրի նպատակը Իսրայելի եւ արաբական երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ծրագիր էր։ Առայժմ ծրագրին միացել են ԱՄՆ-ն եւ Բահրեյնը ու Մարոկկոն։ Երեկ Սաուդյան Արաբիայում Թրամփին կրկին հասկացրեցին, որ համաձայնագրին միանալու ցանկություն չունեն։ Թրամփը հույս հայտնեց, որ դա ապագայում կլինի։ Ֆորմալ խոսք էր, ասաց մոռացավ։ Ինչ Աբրահամյան, երբ սաուդների հետ մոտ 150 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր է կնքվում, նավթի գների, Սիրիայի հարցեր կան եւ վերջապես Չինաստանը սաուդներին կիսով չափ իր կողմ է տարել։ Ամերիկացիները հասկացել են, որ հանուն Իսրայելի ողջ տարածաշրջանին դեմ գնալը հակասում է ԱՄՆ շահերին եւ դա հասել է այնպիսի կետի, որ ԱՄՆ-ն կարող է դուրս մնալ տարածաշրջանից։ Դրա վառապացույցը Համասի, Հեզբոլլահի եւ եմենցի հուսիների հետ ամերիկացիների ձեռք բերված առանձին համաձայնություններն են, որոնք գրեթե չեն վերաբերվում Իսրայելին։ Երեկ մինչ Թրամփը հանդիպում էր Սաուդյան արքայազնի հետ, եմենցիները հրթիռակոծում էին Իսրայելը, Գազայում շարունակվում են իսրայելական զորքերի եւ Համասի զինյալների բախումները։ Բայց հարց է ծագում, ինչ կապ ունի Հայաստանը Աբրահամյան համաձայնագրի հետ։ Վերջերս Ալիևը ցանկություն հայտնեց համաձայնագրին միանալու վերաբերյալ։ ԱՄՆ-ի ազդեցիկ հրեա ռաբբիները այդ խնդրանքը փոխանցեցին Թրամփի վարչակազմին։ Ադրբեջանի պարագայում դա միանգամայն հասկանալի է։ Ալիևին հուսալի տանիք է պետք։ Ադրբեջանը իսրայելական պրոքսի տարածք է։ Իսրայելը ԼՏՊ-ի միջոցով Հեյդարին օգնել է 1994 թվականին Բիշքեքում հրադադար կնքել, ինչն իրականում Հայաստանի պարտության սկիզբն էր։ Իսրայելի օգնությամբ Ալիև Հեյդարը ռուսների քթի տակ կառուցեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, դեպի Էրզրում գազամուղը եւ վերջապես Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը։ Իսկ ինչ կապ կարող է ունենալ Հայաստանը արաբա-իսրայելական հարցերին։ Մեծ հաշվով հայկական շահերը ոչ արաբական, ոչ իսրայելական շահերի հետ ամբողջությամբ չեն համընկնում։ Ճիշտ է, սա միանշանակ բնդում չէ, քաղաքականությունը բարդ հանգույցներից է բաղկացած։ Օրինակ, Սաուդյան Արաբիան լինելով Իսրայելի եւ Թուրքիայի հակառակորդ չէր ճանաչում Հայաստան պետությունը, սատարում էր Ադրբեջանին։ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակից է։ Հնդկաստանն իբր Հայաստանի դաշնակից է, բայց նաեւ Իսրայելի հետ գրեթե դաշնակցային հարաբերություններ ունի։ Հնդկաստանը իսրայելական զենքի մեծաքանակ գնորդ երկիր է։ Հայաստանն էլ իբր ահռելի քանակությամբ հնդկական զենք է ձեռք բերում, ինչը շատ մշուշոտ գործարք է, որովհետև վերջերս Հնդկաստանի եւ Պակիստանի միջև բախման օրերին պարզվեց, որ Պակիստանը հրետանային արկերի լուրջ պակաս ունի, արկերի մեծաքանակ ծավալները վաճառել է Ուկրաինային։ Իսկ հնդկական զենքը ռուսական կողմում կա թե ոչ։ Այս հարցերում կարծում եմ դեռ նորություններ կլինեն։ Վերադառնալով Աբրահամյան համաձայնագրին Հայաստանի մասնակցությանը, պետք է հասկանանք, որ այդ հերյական ծրագրի միանալու վերաբերյալ ցանկացած քայլ վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները նման քայլեր են կատարում, մենք քաղելու ենք դառը պտուղները։ Թրամփը հավերժ չէ։ Ամերիկյան քաղաքականությունը երեք մի գծի մեջ էր, այսօր այլ։ Հայաստանը նման ավանտյուրայի մեջ մտնելու իրավունք չունի։ Իսկական հրեաները, աշկենազները հրեաներ չեն եւ արաբները նույն ծագումնաբանությունն ունեն։ Եղբայր ժողովուրդ են, թող իրար մեջ լեզու գտնեն եւ շատ հնարավոր է որ գտնեն։ Ռուս-Բելորուսից չպրծանք, հիմա էլ արաբա-իսրայելական խաղանք, հետո զարմանանք թե ինչու մեզ չեն սիրում։ Ալիևը թող հանգիստ գնա եւ մտնի Աբրահամյան ծրագրի մեջ, ինչու չի մտնում, որովհետեւ անմիջապես կդառնա Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի բախման թիրախ։
Այժմ Նիկոլի եւ Ալիևի խաղաղության խաղին աջակցելու դիմաց մեզ Աբրահամյան են դեմ տալիս։ Հերիք է Հայաստանն իր արյան հաշվին Ալիևյան կլանի երաշխավորի դերը ստանձնի։ Մեզ պարզապես բոլոր կողմերից կպատառոտեն։ Հայաստան պրոյեկտը կվերջանա։ Սթափ եղեք։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Մոտակա օրերին Միջին Արևելքում տեղի ունենալիք Դոնալդ Թրամփի պաշտոնական այցերը կանխորոշելու են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծումը։ Այցը սկսվեց Սաուդյան Արաբիայից, շարունակվելու է Քուվեյթում եւ ԱՄԷ-ում։ Սրան զուգահեռ մայիսի 14-15-ին Ստամբուլում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Սպասվում է Պուտին-Զելենսկի հանդիպում, չնայած ռուսական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի Պուտինի փոխարեն ավելի ցածր դասի պաշտոնյա հանդիպի Զելենսկու հետ։ Ռուսական կողմը առևտուր է առաջարկում իր պայմաններով։ Սակայն Թրամփի այցը Միջին Արևելք կարող է ռուսական խաղաքարտերի հիմնական մասը զրոյացնել։ Եթե Սաուդյան Արաբիան ամերիկացիների հետ գա համաձայնության եւ իջեցնի նավթի գները, ռուսական կողմը կհայտնվի ծանր կացության մեջ։ Սա ճնշում է նաեւ Իրանի վրա։ Բացի դա, Եմեն արդեն իսկ Պուտինին ներկայացրել է վերջնաժամկետ 30-օրյա զինադադար կնքելու վերաբերյալ, հակառակ դեպքում խոստանալով ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառել։ Սաուդյան Արաբիայում հնարավոր է տեղի ունենա հանդիպում Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Թրամփը գործարքի պատրաստ պրագմատիկ բիզնեսմեն է։ Ահմեդ Ալ-Շարան արդեն առաջարկել է Դամասկոսում Թրամփի երկնաքեր կառուցել։ Սիրիան Սաուդյան Արաբիայի եւ մասամբ Թուրքիայի ազդեցության ներքո, բայց հիմնականում ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվելով, սկսելու է զարգանալ եւ վերածվել տարածաշրջանային բալանս ապահովող կարևոր գործոնի։ Սաուդները ոչ մի կերպ չեն համաձայնվելու Սիրիան Թուրքիայի եւ Իսրայելի կմահաճությանը թողնելու մտքին։ Սիրիան կարևոր դեր է ստանալու նաեւ ԱՄՆ-ի եւ Քաթարի միջև սկսվելիք բանակցություններում։ Ամերիկացիները ամենայն հավանականությամբ կաջակցեն վաղուց սառեցված Քաթար-Եվրոպա գազատար կառուցելու ծրագրին։ Քաթարը ահռելի գազի պաշարներ ունի։ Տարանցի ճանապարհը կարող է անցնել միայն Սիրիայով։ Սիրիական պատերազմի հրահրման պատճառներից մեկը դա էր։ Ռուսներին եւ պարսիկներին ձեռնտու էր Սիրիան ռազմական պոլիգոնի վերածելը, եւ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Սիրիան վերածվի ավերակների, հանդես գալով որպես Սիրիայի դաշնակից։ Քաթարից խողովակաշարով գազը դեպի Եմը հասնելու ծրագիրը վտանգավոր է թե Ռուսաստանի, թե Իրանի համար։ Այժմ Քաթարը իր հիմնական գազը արտահանում է հեղուկ տեսքով, սակայն խողովակաշարն ավելի կարևոր է։ ԱՄՆ հեղուկ գազի խոշոր արտահանող է, սակայն այժմ ամերիկացիները փորձում են իրենց ձեռքը վերցնել դեպի Եմը գործող բոլոր խոշոր գազատարերը, այդ թվում ռուսական հյուսիսային հոսքը եւ թուրքական հոսքը։ Ահա ռուս-ամերիկյան առևտրի հիմնական ոլորտներից մեկը, ինչը կարող է չեզոքացվել Քաթարում։ Այս մեծ խաղում Թուրքիան ունի իր հետաքրքրությունները։ Թուրքիան որպես բոնուս լուծարեց քրդական բանվորական կուսակցությունը։ Տասնամյակներ շարունակ քրդերին Թուրքիայի դեմ օգտագործել են թե ռուսները, թե Իսրայելը եւ նույն ամերիկացիները, բայց ժամանակները փոխվել են։ Ինչ բանվորական կուսակցության մասին է խոսքը։ Դա KGB-ի ստեղծած տրոցկիստական հոսանքներից մեկն էր, որին նաեւ մշտապես փորձել են ներգրավել հայերին։ Չնայած հայկական եւ քրդական շահերը տրամագծորեն իրարից տարբեր են եղել։ Հայաստանին ձեռնտու են վերը նշված էներգետիկ ծրագրերը։ Եթե դրանք իրագործվեն, էժան նավթի եւ գազի պարագայում Ադրբեջանը բոլորովին այլ երկիր կդառնա։ Ադրբեջանի գազի եւ նավթի արտահանման աշխարհագրությունը էականորեն կփոխվի։ Ամենագրավիչ շուկան կդառնա հարևան երկրները, այդ թվում Հայաստանը։ Սրանք Միջին Արևելքի հետ կապված հարցերի փոքր մասն են։ Կան Իսրայելի, Իրանի, Պաղեստինի եւ իհարկե Չինաստանի հարցերը, որոնք փոխկապակցված են։ Պատահական չէ, որ Թրամփի արտասահմանյան առաջին պաշտոնական այցը հենց Սաուդյան Արաբիայից է սկսվում։ Թրամփի պարագայում մեկ կարևոր լավ հանգամանք կա։ Բիզնեսմենը կռիվ չի սիրում, խույս է տալիս կռվից։ Լավ բիզնեսմենը փողեր աշխատելու բազմաթիվ ձևեր գիտի։ Պատերազմների շահավետության մասին թեզերը հորինվածք են։ Հորինվել են քաղաքական գործիչ կոչվող ձրիակերս տահակների եւ նրանց տերերի կողմից։ Համաշխարհային օրակարգն արդեն իսկ փոխված է եւ փոխվում է օրորի։ Դիկտատորների եւ խամաճիկ կառավարիչների ժամանակները կավարտվեն աննկատ։ Խաղաղությունը նրանց հակացուցված է։ Արա Արայան